Բարև ձեզ, իմ զրուցակիցը Այբ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչյանյանն է։ Բարև ձեզ, պարոն Փախչյան։ Բարև ձեզ։ Ձեր հոլովակը այն մասին, թե որ ծնողական սխալներն են երեխայի անինքնավստահության պատճառ դառնում, մեծ դիտողականություն է ունեցել եւ ես կուզեմ, որ մենք մանրամասն քննարկենք այդ թեման։ Իհարկե, մեծ հաճույքով։ Որքան ավելի շատ ծնող սխալներ ավելի քիչ գործի, այնքան ավելի երջանիկ երեխաներ մենք կունենանք։ Ամենակարևոր սխալը ո՞րն է։ Ամենակարևոր սխալն այն է, որ երբ որ մենք երեխաներին արգելում ենք առանց մտածելու, թե ինչու ենք արգելում։ Մենք շատ հաճախ արգելում ենք երեխաներին ինչ-որ բան անել, ելնելով մեր մտավախություններից։ Տարածում ենք մեր վախերը, ընդհանրապես մարդկային վախերը մեր երեխաների վրա։ Հանկարծ իրեն մի բան չպատահի, հանկարծ ծառից չընկնի, հանկարծ փոս չընկնի, հանկարծ ոտքը չկոտրի, հանկարծ եսի միջ։ Այդ հանկարծները այնքան շատ են լինում, մենք իրենց պարփակում ենք, փափուկ, այսպեսի ոնց որ անկողնու մեջ անընդհատ, ոնց որ քնացնում ենք։ Հանգիստ տեղի քնի, մի շարժվի, այսքեզ հեռախոսը, խաղա, մի գնա վազելու, վազես կընկնես։ Ու մենք իր մոտ արտնասնում ենք անգործության ցանկություն, բայց դրանով չի ավարտվում։ Անգործությունը բերում է ներքին խոր անվստահության։ Մարդ որ ոչինչ երբևիցե չի արել, իր մոտ կա ներքին զգացողություն, որ նա անկարող է, ոչինչ չի կարող անել։ Դա ամենամեծ վտանգն է, որ մենք կարող ենք ունենալ, մենք պետք է միշտ ձգտենք երեխաների տալ հնարավորություն գործել։ Պետք է հորդորենք իրենց գործել, պետք է համոզված լինենք, որ ամեն պահին իրենք ինչ-որ մի բան անում են, որովհետև գործելով է մարդը ձեռք բերում ներքին վստահություն եւ զգացողություն, որ նա կարող է մի բան անել։ Երկրորդ բանը, որ սրա հետ փոխկապակցված է, որ մենք պետք չի ամեն անգամ երեխայից առաջ ընկնենք եւ մի բան իր փոխարեն անենք։ Օրինակ, երեխային հետ գնացել ենք խանութ։ Հիմա եթե երեխան արդեն գիտի ինչ է պետք գնել, ինչու ենք մենք ամեն ինչ ուզում անել ինքնուրույն։ Տանք իրեն ասենք ասա, սայլակը քեզ, գնա ամեն ինչ բեր, հետո իր այդ կվճարենք դուրս կգանք։ Ինչու չենք մտածում երբեք դրա մասին։ Երեխան պիտի իմանա, որ իր ընտրության հնարավորությունը անսահմանափակ է, թե սահմանափակ է։ Տեսեք, նա պիտի իմանա, որ այդ պահին նա է պատասխանատու ճիշտ գործ անելու համար։ Նա բերի ապրանք, որը մենք չպիտի գնեինք, մենք կորոշենք, որ սա սխալ բան է բերել, որտեղ մենք պայմանավորվել ենք, դու ինչ պիտի բերես։ Գնա բեր։ Նա պիտի գնա ու բերի, ու երբ որ երեխայի մոտ կա զգացողություն, որ իրեն վերաբերվում են որպես հասուն անձնավորության, որին վստահվում է գործ, իր մոտ նաև առաջանում է զգացողություն, որ նա ի վիճակի եւ կարող է մի բան անել ինքնուրույն։ Այդ ինքնուրույնությունը երեխաները երազում են ինքնուրույնության մասին։ Երեխաները ուզում են արագ մեծանան, կայանան, լինեն հասուն մարդիկ։ Իրենք նայում են մեծերին եւ ուզում են մեծերի ազատություն ունենալ, որոշելու թե որ պայն ինչ անեն, ինչպես շփվեն, ում հետ լինեն։ Իրենք չեն գիտակցում, որ մեծերն այդպես ազատ չեն։ Հայրիկը չի կարող որոշել մի այլ կնոջ հետ երեկո անցկացնել։ Պիտի իր մայրիկի հետ անցկացնել այդ երեկոն։ Դա պարտավորություն է, որ նա ստանձնել է տարիներ առաջ եւ պիտի այդ պարտավորության հետևողական լինի։ Այնպես որ մեծերներն ունեն բազմաթիվ սահմանափակումներ եւ պարտավորություններ, բայց երեխաների աչքերում դա դիտվում է որպես ազատություն եւ իրենք ձգտում են դրան։ Մենք պետք է իրենց սովորեցնենք, որ ազատությունը գալիս է պատասխանատվության հետ, պարտավորությունների հետ։ Եթե պարտավորվում ես բերել հենց այն, ինչ որ մենք պայմանավորվում ենք, գնա բեր։ Ոչ, հաջորդ անգամ եթե իրավունքը չես ստանա։ Պետք է ամեն գործողություն, որ ուզում ենք երեխան անի, ոչ թե պարտադրենք իրեն, այլ տանք իրեն որպես հնարավորություն հաստատվելու, համոզվելու իր կարողությունների մեջ, կայանալու, ամեն հաջորդ անգամ ավելի շատ պահանջենք իրենից այդ առումով, որպեսզի զարգանա, որպեսզի նոր բաներին սովորի, ինքնուրույնության սովորի։ Այդ դեպքում մենք ունենանք հանգիստ, իր ուժերին վստահող անձնավորություն, ով միշտ գիտի, որ չի կարող մեղադրել մի այլ մեկին, որ իր մոտ չի ստացվել։ Պիտի ինքն իրեն նայի եւ իր նկատմամբ այդ պահանջը ունենա, որ պիտի կարողանա ման։ Պատահական չի, չէ, որ հենց դժվարություններ տեսած երեխաներն են հետո մեծ հաջողությունների հասնում։ Օրինակները բազմաթիվ են։ Երբեմն լինում է այնպես, որ կյանքը նույնիսկ ընտրության հնարավորություն չի տվել։ Այդ դժվարությունները նա պիտի հաղթահարել, բայց հետո կյանքում իրեն Եթե մենք անընդհատ չարախոսում ենք 90-ականներին մեծ կալվածքներ եւ բիզնեսներ ստեղծած մարդկանց շուրջ, մեղադրով իրեն կրթություն չեն ստացել եւ այլն։ Իրենց կրթությունը եղել է հենց այդ կրթությունը, այդ դաժան պայմաններում կայանալու պահանջը։ Այո, այդ մարդիկ այնպես չի, որ շատերը ինչ-որ շատ բարձր մակարդակի գիտելիքներ ունեին ժամանակին եւ այլն։ Չնայած այնցի շատերը հիմա շատ լավ է, շատ բան սովորել են եւ շատ լավ գիտեն, բայց իրենք այդ փողոցի դաժան պայմաններում կարողացել են ինքնուրույն լինել, չափավինել ծնողներին, հասնել մի բանի, հաստատվել եւ հետո եկել մտել են բիզնեսից շատ դաժան աշխարհ եւ այնտեղ էլ այդ նույն կանոնները տեսնելով, ծանոթ լինելով դրանց առաջ են գնացել։
Հիմա մենք անընդհատ փորձում ենք մեր դժվարություններից մեր երեխաներին ձերբազատել։ Ես դա եմ հարցնել, հետաքրքրական է, որ դժվարին մանկություն ունեցած ծնողները աշխատում են այնպես անել, որ իրենց երեխաները դժվարությունները չունեն։ Դա էլ բացատրություն է։ Բայց դա հասկանալի է, դա բացատրությունից ծնողական եսասիրության մեջ։ Ընդհակառակը, դա երեխային չի վերաբերում։ Դու եթե մարդուն սիրում ես, պիտի իրեն ուժեղացնես, ոչ թե թուլացնես։ Այդ տղամարդիկ է, որ իրենց կանանց թուլացնում են, ինչա թե սիրում են, զրկում են ինքնուրույնությունից, զրկում են աշխատանքի գնալուց, տանը նստի երեխա պահի բան։ Իրենց դրանով մանրացնում են։ Հետո ապշում են ինչու եկել մի օր արդեն սեփական կնոջը չեմ սիրում, ինչպես նախկինում։ Հետաքրքիր չի։ Ինչու որտեղ ձանձրալի մարդ է դարձել, թույլ, անկարող։ Բայց դու ես դա արել։ Դու ես իրեն պարտադրել այդ ժամանակին։ Դու այդ վառ ինքնուրույն աղջկան բերեցին մցրեցիր, խուցացիր, հիմա այստեղ ես բանտում ես ու չես կարող քայլ գցել այստեղից։ Հետո ապշում ես ինչու մեկել այդ քոքին է անհետաքիր է, իսկ շրջապատում ինքնուրույն կանայք կան, որոնք քեզ շատ հրապուրում են։ Այդ ի՞նչ պատահեց։ Այդ անընդհատ քոնը ճնշեմ, որ վերահսկեմ մտածողությունը, դա եսասիրական, եսակենտրոն մտածողություն։ Բայց կարող է դա նաև հոգատարություն լինել, եւ մարդը չգիտակցի, որ այդ հոգատարությունը միգուցե վնասող լինի ավելի։ Իհարկե, կա հոգատարություն, որի նպատակը հասկանալի է, իսկ կա հոգատարություն, որի նպատակը հասկանալի չէ։ Հենց մարդու կողմից ենթագիտակցական է։ Ծնողը պետք է ցուցաբերի գիտակցված հոգատարություն, որովհետև այնպես չէ, որ մենք բոլորս ծնվել ենք իդեալական ծնողներ։ Ծնողավարությունը բարդ գիտելիք է։ Այն է ժամանակակից պայմաններում ծնողավարությունը այս բարդ աշխարհում եւ այս բարդ աշխարհի համար երեխաներին աճեցնելու ծնողավարությունը շատ բարդ բան է։ Եվ բնազները չեն աշխատում։ Մենք կարծում ենք, որ մենք բնազդաբար ստեղծված ենք լինել լավ ծնող, դա հիմարություն է։ Այդպես չէ։ Մարդը բնազդաբար ստեղծված է լինել եսասեր կենդանի։ Մենք դառնում ենք հասուն մարդիկ, մենք ձեռք ենք բերում մշակույթ, մենք ձեռք ենք բերում գիտելիքներ, որպեսզի մեր բնազդները կարողանան սահմանափակել եւ գործել գիտակցաբար։ Երբ որ մենք անընդհատ ապավինում ենք բնազդին, որպես ծնող, որպես ամուսին կամ կին եւ այլն, մենք ոչ թե ամեն ինչ ավելի լավ ենք անում, այլ ամեն ինչ արդյունքում ավելի վատ է լինում մեզ համար, որովհետեւ տարբերությունը կրթված եւ գիտակից մարդու միջեւ եւ չկրթված եւ անգիտակից հենց այն է, որ առաջինը գործում է գիտակցաբար, ես չեմ ասում ռացիոնալ, բայց գիտակցաբար, շակուա հենվելով իր ձեռք բերած պատկերացումների, գիտելիքի, դիտարկումների, ընկալումների վրա։ Իսկ երկրորդը միշտ գործում է բնազդով, դուրս գալիս է, դուրս չի գալի։ Հավեսը հավես չի։ Պարոն Փավչյանյան, արդյոք այս կանոնը կիրառելի է բոլոր դեպքերում։ Դուք ասում եք, որ ամեն դեպքում պիտի խնդիրներ դնել երեխաների առաջ, երբեմն բարդ խնդիրներ, հաճախ բարդ խնդիրներ, բայց հաղթահարելի, որ երեխան չկոտրվի, որ չվախենա, որ չընկնի սեփական ուժերի նկատմամբ կասկածի մեջ, որտեղ երեխաները փխրուն են։ Որ իրենց թվում է, որ իրենք անընդհատ պիտի չարչարվեն, որ իրենք չեն կարողանում վայելել։ Ինչ որ չափով ես էլ եմ ինձ այդպեսին համարում, ինձ անընդհատ թվում է, որ ինչ որ բան անընդհատ պիտի անեմ։ Իմ կարծիքով, իմ խորը համոզմունքով վայելելը այն ինչ քեզ հաճույք է պատճառում։ Մարդու կյանքում բավարարված են լինում իրենց կյանքից, բավարարված նշանակում է գնալով կուտակում են ինչ-որ բան, եւ այդ ինչ-որ բանը եւ իրենց է բարձրացնում սեփական աչքերում, եւ մնացածների աչքը իրենց բարձրացնում։ Այդ ինչ-որ բան կուտակածները ստեղծող մարդիկ են, որոնք վայելում են գործելը, ստեղծագործելը, վայելում են ակտիվ կյանքը, վայելում են ձեռքբերումներին հասնելը, ուրախանում են ձեռքբերումներով, ապրում են դրանցով։ Իսկ կա մարդ, որ աշխատանքի տեղը մտածում է ոնց որ բանտում նստած, զբաղվում է ժամավաճառությամբ, սպասում է, երբ որ իր ժամերը կվաճառի, վազի տուն։ Ու վազում է տուն պարկում է թղթի վրա, սկսում է Facebook կարդալ։ Ու իր ամբողջ երազանքը այդ Facebook-ը կարդալն է։ Հիմա դրան վայելքը որն է ասում հասկանա։ Բայց հակառակ ծայրահեղություններ, երբ դու երբ կես ժամ որևէ գործոց զբաղված չես, քեզ անպիտան ես համարում, արդյոք դա հակառակ ծայրահեղությունը չի։ Դա վատ բան է, եթե մենք սահմանափակում ենք մեզ միայն գործով, ոչ թե գործունեությամբ։ Այդ կա գործ եւ կա գործունեություն, դրանք տարբեր բաներ են։ Գործը դա կոնկրետ գործողություն է, որ դու անում ես այս պահին։ Ինչ որ հաղորդում ես նկարահանում, հյուր ես հրավիրում եւ այլն։ Իսկ գործունեությունը ընդհանրապես դա մի բան է, որը իմաստավորված է քեզ համար։ Եվ դա պարտադիր չի, որ լինի հենց ակտիվ գործողություն։ Դա կարող է լինել, ասենք, հարազատ մահու կողք նստել եւ ձեռքը բռնել։ Դա էլ է գործունեություն։ Դա մի բան է, որի ամեն պահին դու իմաստավորված ես կում այդ պահը։ Եվ այդպիսի պահերը կարող են լինել սիրած մարդու հետ ափին նստել եւ նայել ծովին։ Եթե դա ոչ թե դու ձանձրացած նայում ես ծովին, մտածում ես քո մտքերով, տարված,
այլ իմաստավորված պահ է դա որպես գում երկու մարդկանց մտերմության պահ եւ դուք այդ պահը վայելում եք հենց նրանով որ մեկը մյուսին այդ պահի մեծ հաճույք եք բերում հասկանալու ասեք մեկը չլիներ այդ պահի միայն մյուսիններ իր համար դա կլիներ շատ տխուր պահ իսկ իր հետ մենք ուրախանում ենք համերգի գնալը դա էլ է գործունեություն որտեղ դու հարստացնում ես քո հոգին հանգստանում ես ուրախանում ես այ անգործությունը երբ որ դու անիմաստ ես անում ինչ որ բան չես գիտակցում ինչու ես անում ես որովհետև այլ բան անելու չունես չես արժևորում այդ պահը չես արժևորում քո կյանքը որպես այդպեսին վատնում ես անիմաստ կերպով եւ դրա այդ մարդը դրանից խուսափ իսկ երբ որ մենք անընդհատ զբաղված ենք գործունեությամբ մենք նաև գիտակցում ենք որ մեր երեխաներն է պետք է անընդհատ զբաղված լինեն գործունեությամբ երեխաները պետք է իմաստալից ապրեն, իմաստավորեն, թե հիմա ինչով են զբաղված, անգամ եթե իր խաղում է, նա պիտի ուրախանա խաղից, ոգևորվի, ձգտի խաղալ, նպատակներ ունի այդ խաղի մեջ, իմաստներ տեսնի դրա մեջ։ Եվ երեխաները տեսնում են տարբերությունը, ես ասեմ ի դեպ։ Երեխաները խաղալուց շատ ավելի երջանիկ են, քան մեկ Facebook-ը թերթելուց։ Հիմա հոգեբանները ասում են, որ մի արեք այն, ինչ ձեզ դուր չի գալիս, արեք այն, ինչ միայն ձեզ դուր է գալիս։ Դա չի հակասում ձեր ասածին, որ ամեն դեպքում պիտի խրախուսել, որ երեխան դժվարություններ հաղթարի, եթե առաջնորդվենք հոգեբանների այս ասած սկզբունքին, ապա առաջինից դժվարության պարագային ստացվում է, որ երեխան պիտի դա թողնի եւ փորձի մեկ ուրիշ բան եւ այսպես շարունակ։ Ցանկացած սիրելի բանի մեջ էլ դժվարություն կա, չէ՞։ Եկեք ես փորձեմ տալ մեկնաբանություն այդ հոգեբանների ասածին կամ մեկնություն այսպես ավելի ճիշտ կներ ասել։ Ես մի լավ ընկեր ունեմ, Յան Դավիթ, նա մի գիրք է գրել որը հուսամ մի օր Հայաստանում է հրատարակվի, որովհետև այլեն թարգմանությունը արդեն կա։ Կոչվում է Ես այլևս ուտում եմ այն, ինչ ուզում եմ։ Թվում է թե դա նշանակում է որ դու ուտում ես ամեն բան ու մարդիկ մանկամից կպատկերացնեն այսպես մի քիչ կշիռ հավաքած, տորթեր ուտող մեկին, բայց խոսքը հենց առողջ ուտելիքի մասին է։ Եվ այն ինչ ասում է Դավիթը, ասում է մենք պետք է սովորենք ցանկանալ այն ինչ լավն է։ Լավ միտք է։ Դա հոգու դաստիարակության մեջ է։ Եվ այո, իսկապես մենք ոչ թե պետք է անընդհատ մեզ սահմանափակենք, որտեղ դա չի աշխատում այդպես։ Վաղ թե ուշ սպորտքումը մեզ ազատում է այդ բոլոր կապանքներից, դա կարճաժամկետ է։ Մենք չենք կարող պայքարել մեր սեփական ուղեղի դեմ։ Նա մեզ հաղթելու է։ Այ մենք կարող ենք փոխել մեր ուղեղը, որ իր դեմ պայքարելու կարիք չլինի։ Մենք կարող ենք փոխել մեր սիրտը, որ իր դեմ պայքարելու կարիք չլինի։ Մարդուն տրված է դա։ Փոխել իրեն, դարձնել ավելա, որովհետեւ ինքն իրեն հանգիստ թողնի, անել այն, ինչ իրեն դուր է գալիս։ Եվ այդ դեպքում քեզ դուր է գալիս այն, ինչ քեզ համար իմաստավորված է։ Իրականում մեզ դուր է գալիս, միշտ դուր է գալիս այն, ինչը մեզ համար արժեք է, ինչը մեզ համար կարևոր է։ Եթե մի բան մեզ համար կարևոր է, մենք հաճույքով ենք անում դա։ Մեզ համար կարևոր է համեղ ուտելիք ուտել, մենք հաճույքով ուտում ենք։ Կարևոր չէ, ուտում ենք առանց հաճույքի։ Եվ այլն, ինչ վերցնեք, այդպես է։ Եվ դա նշանակում է, որ մենք պետք է ընդհանրապես իրապես կարևորենք այն, ինչ ուզում ենք, որ մեզ համար կարևոր լինի։ Կարևորում ենք գործողությամբ, ուզում ենք սրտով կամ մշակույթի ազդեցության ներքո, բայց էլի այդ մշակույթի ազդեցությունը պետք է մերը սարքենք սկզբից, մեր սրտի ցանկությունը սարքենք, որ իսկապես դրանով մեր ենթագիտակցությունը, մեր ուղեղը առաջնորդվի։ Ես կարող եմ շատ ուզենալ երեխաներիս հետ ժամանակ անցկացնել եւ այնպես անել, որ իրենց կյանքը լինի ծնողական սիրով, բայց առավոտից երեկո անընդհատ զբաղվում գտնեմ աշխատանքի, հետո ընկերների հետ, հետո մատ ռեստորան, հետո մատ մեքենա սարքել, հետո մեքենան լվալ, հետո մատ գործ կա, հետո գործողություն, եւ հետո տեսնում ես արդեն մի ամիս է երեխայի դեմքը չես տեսել, բայց շատ ես ուզում, շատ։ Հետո մի օր հարց եմ տալի, ասում եմ, փաստորեն, դու շատ ես, բայց դա քեզ համար կարևոր չէ, եթե կարևոր լիներ, դու մնացած բոլոր գործերը ավելի քիչ կարևոր էիր եւ դրանով կզբաղվեիր։ Ու դա միշտ նույն սկզբունքն է, միշտ աշխատում է եւ մարդու համար, ով կարևորում է մի բան, դա երբեք չի կարող անել տհաճ։ Որտեւ հաճույք է պատճառ, որտեւ կարևոր է։ Պարոն Փախչյանյան, հիմա ծնողները սկսել են փնտրել դպրոցներ, որտեղ իրենց երեխան հնարավորինս լավ կզգա իրեն, նաև հեշտ կզգա, բայց դուք օրինակ ասում եք, որ նորմալ է, որ երեխային նաև դժվար լինի դպրոցում, հաղթահարի որոշակի դժվարություն։ Երեխաները սիրում են այդպիսի դպրոցներ։ Իսկապես։ Այո, երեխաները չեն սիրում դպրոցներ, որտեղ շատ հեշտ է, որտեղ իրենք այնտեղ ծանծրանում են։ Երեխան սիրում է դպրոց, որտեղ դժվար է։ Դժվար է ոչ թե որովհետև իրեն տանջում են, այլ դժվար է, որովհետև անընդհատ իր առջև մարտահրավերներ են դնում եւ օգնում են այդ նպատակներին հասնել։ Այո, դա ջանք է պահանջում, այո, դա աշխատանք է պահանջում, բայց մենք ուզում ենք, չէ, որ երեխան դառնա մի մարդ, ում համար աշխատելը լինի հաճույք, որ ամբողջ կյանքը նա ստիպված է լինելու աշխատել անգամ եթե չցանկանա։ Եվ դա նշանակում է, որ կամ նա պետք է ցանկանա աշխատել եւ այդ դեպքում դա կլինի իր համար հաճելի զբաղմունք եւ աշխատանք գտնել իր համար կլինի կարևոր բան։
Եվ առանց աշխատանքի մնալ իր համար կլինի մեծ դժբախտություն, ոչ թե որտեղ գումար չի վաստակում, այլ որտեղ իրեն պիտանիության զգացողությունն է կորցնում սեփական։ Եվ դա իր համար ցավալի զգացողություն է։ Մենք այդպիսի երիտասարդ ենք ուզում ունենալ, թե երիտասարդ, ով անդադ խուսափելու է դժվարություններից, անդադ փնտրելու է հեշտ ճանապարհներ, անդադ խուսափելու է աշխատանքից, ջանք գործադրելուց, այդ երիտասարդը մեծացավ, այդ մարդու մենք հարգելու ենք, թե ոչ։ Հա, որպես սեփական երեխա կսիրենք, բայց որպես մարդ նման մարդու ով է հարգում, նման մարդու ով է ուզում աշխատանքի ընդունել, նման մարդու ով է ընդհանրապես պետք։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ եթե մենք մի բան երեխային փոքրուց սովորեցնում ենք, մենք չպետք է հույս դնենք, հետո դա կփոխվի ինքնին, չի փոխվի։ Եթե դեն սովորեցրես ծույլ լինելուն, հեշտությամբ ամեն բան հաղթահարելուն, հեշտ ճանապարհներով ընթանալուն, դա է լինելու իր ապագայի ճանապարհը։ Եվ դա հաստատ լավ բանի չի բերի, լավ տեղ չի բերի։ Դա բացայտ է, չէ՞։ Պարոն Փախչյանյան, ծնողական սխալների մեջ մի այսպիսի հետաքրքիր նաև միտք եք ասել, որ պետք է գովել ոչ միայն արդյունքը, նաև ջանքը, որ երեխան գործադրում է։ Անպայման։ Իրականում տեսեք, վերցնենք սպորտի օրինակը։ Լավ մարզիչը ձգտում է, որպեսզի սպորտսմենը հասնի բարձր արդյունքի, բայց որքան ավելի բարձր արդյունքը, այնքան բնականաբար ավելի շատ կլինեն փորձեր, որոնք կծախողեն, որտեղ ավելի դժվար է դրան հասնել։ Բայց դա նշանակում է, որ մարզիչ որպեսզի սպորտսմենը շարունակի փորձել, պիտի անդադար հորդորի, եւ հորդորելու ձևը որն է, ապրես, լավ արեցի, մի հատ էլ փորձի։ Ահա, մի հատ էլ, շատ լավ է որ փորձում ես, էլի փորձի։ Դու պետք է անընդհատ երեխային հորդորես, որ նա փորձի։ Նա պետք է գովել, որ ջանք է գործադրում, կամային հատկանիշներ ցուցաբերում։ Եթե մենք ուզում ենք որ երեխան կամային հատկանիշներ ունենա, կամային հատկանիշը չհաջողելու դեպքում ջանք գործադրելու կարողությունն է, ոչ թե հաջողելու դեպքում։ Հաջողելու դեպքում կամք պետք չի։ Իսկ եթե մենք ուզում ենք որ երեխա կամքի ուժ առաջանա, այդ կամքի ուժը հենց դա է, սովորույթ չհաջողելու դեպքում նորից փորձել։ Դա է, ուրիշ բան չի, որտեվ եթե մենք խոսում ենք կամքի ուժ որպես ծուլություն ունենալ հաղթահարելու, ինչ է ծուլությունը, վախն է, գործելու վախն է։ Որտեվ երեխա փոքր երեխան երբեք ծուլ չէ, չեք նկատի։ Նա ծուլ լինել չգիտի։ Նա անդադ վազվզում է, մեզ է տանջում է, չէ՞, բայց գնալով մեծանում է, իր մոտ ծուլություն է առաջանում։ Այդ ծուլությունը առաջանում է հենց դրանից, որ փորձելը չի ստացվել, չի ուզում փորձի։ Մոտը վախ կա, անհանգստություն կա, մտավախություն կա, որ չի ստացվելու։ Եվ դրա հաղթահարելու լավագույն ձևը իհարկե ջանքը հորդորելն է։ Եվ այդ միջոցով մարդը դառնում է մարդ, ուժեղ կամային հատկանիշներ ունեցող մարդու համար ծուլություն, հասկացություն, գոյություն չունի, նա չգիտի դա ինչ է։ Նա երբեք դրա չի առնչվում։ Որտեվ դա իր համար բնական վիճակ է անընդհատ փորձել մինչև ստացվի։ Եվ դա լավագույնն է, ինչին կարելի է հասնել։ Ու ասեմ, որ մենք նաև խնդիր ունենք, որ մենք շատ հաճախ երիտասարդներից միանգամից ակնկալում ենք շատ լավ արդյունք, առանց սպասելու, որ իրենք կարող է ձախողեն։ Եվ երբ որ ձախողում են, պատժում ենք ձախողվելու համար։ Եվ իրենց մոտ առաջանում է այն, ինչ որ հոգեբանության մեջ կոչվում է նարսիսիզմ, երբ որ նա սկսում է թաքցնել իր անհաջողությունը եւ ցուցաբերել միայն հաջողություններ եւ զբաղվել ինքնագովեստով եւ երածում է ինքնակենտրոն ազնվորություն, որ անընդհատ մտահոգ է նրանով, որ հանկարծ ուրիշների աչքերում ված չերևա, որտեվ իրեն այդ դեպքում չեն սիրի եւ այդ դեպքում կբացատրի, որ ինքը լավագույնը չէ, իսկ իրենց ակնկալել են միշտ եղել լավագույն, լինել լավագույնը, որտեվ ինքն եղել է ծնողների աչքի լույսը եւ ծնողների համար շատ կարեւոր է, որ ինքը միշտ հաջողի, միշտ բերի լավագույն գնահատականները, միշտ ուսուցիչները իրան գովեն, երբեք սխալ չգործի, ու արդյունքում այդ մարդը կյանքում դառնում է մի դժոխք բոլորի համար, որտեղ բոլորը մեղավոր են, ինքը երբեք մեղավոր չէ, որտեղ բոլորը իրեն պետք է ծառայեն, որտեղ իր նպատակները առաջնային են, որտեղ իրեն այդպես են սովորեցրել փոքրուց։ Եվ այդպեսի մարդուն դու շատ հեշտ է ձևավորել, եթե մենք անընդհատ մտածում ենք նրա մասին, որ հանկարծ իրեն թույլ չտանք սխալվել։ Հանկարծ թույլ չտանք մի բան իր մոտ որ ված ստացվի։ Արդյոք պետք է պատժել երեխաներին, թե ոչ, եւ ճիշտ պատիժը ինչպիսին է ձեր պատկերացմամբ։ Ասեմ, որն է սխալ պատիժ, որտեղ մնացած բոլոր պատիժները ճիշտ են։ Սխալ պատիժը սիրոց զրկելն է։ Չի կարելի պատժել չսիրելով։ Եվ դա մեր ծնողների շատ սովորական ձևն է, նրանք արտաքուստ ցուցաբերում են անտարբերություն երեխայի նկատմամբ, երբ որ երեխային պատժել են ցանկանում։ Նրանք ցուցաբերում են դաժանություն, որը հակադրվում է սիրո, թաքցնում են իրենց սերը կամ պահում են սերը իրենց սրտի խորքում եւ զայրանում են, բղավում են եւ ամեն այլ կերպ ցուցաբերում են, որ այլևս սեր չկա։ Սիրո պայմանականությունը ամենադաժան բանն է, որ մարդու գլխին կարելի է բերել, որովհետեւ հետո իրենք էլ մարդիկ է սովորում այդ նույն պայմանականությամբ վերաբերվել իրենց կողմից սիրված մարդկանց եւ կործանում են այդ սերը։ Իրական սերը պայմանական չէ, այն բացարձակ է։ Ես սիրում եմ ամեն դեպքում,
Դա ամենակարևորն է, որ պետք է ծնողները իմանան։ Եվ երեխային սովորեցնեն այդպես սիրել։ Բոլորին, ընկերներին, ապագա կնոջը կամ ամուսնուն սիրել այդպիսի սիրով, որը ոչ մի պայմանականություն թույլ չի տալիս։ Սերը միշտ կա, անկախ ամեն ինչից եւ բացարձակ է։ Այդ դեպքում երեխան բացարձակ երջանիկ է լինել։ Եվ այդ դեպքում իրեն պատժելը միշտ պետք է լինի ընդհանուր պատիժ։ Ծնողը պատժելով երեխային պետք է ինքն էլ տարապի։ Օրինակ, մենք ուզում ենք գնալ ընկերներից մոտ, դու պետք է դաներ տնայինը։ Դու ես ուզում դե խաղալ քո ընկերների հետ, մենք էլ մեր ընկերների հետ, բայց բոլորս չեն գնում քո պատճառով։ Դու պետք է անես տնային գներես։ Մենք մնում ենք տանը։ Բոլորիս ենք պատժում։ Բոլորիս է վատ է, բոլորիս է տխուր ենք։ Դու ես մեղավոր։ Դա պատիժ է, դա ճիշտ պատիժ է։ Ոչ թե մենք գնանք դու մնա, որտեղ մենք գնանք դու մնա, դա նշանակում է դու պատժված ես, մեզ համար միևնույն է, որ դու տարապելու ես, իսկ մենք գնում ենք ուրախանալ։ Ծնողը իրավունք չունի ուրախանալ, երբ որ երեխան տարապի, երեխայի տարապի։ Երեխան պետք է հասկանա, որ նա ցավ է պատճառել ծնողին։ Ոչ թե ծնողը իրեն ցավեցնում է, որովհետև նա սխալ բան է գործել, սխալ քայլ է արել։ Եվ չի կարելի պատժել սխալների համար, կարելի է պատժել գիտակցված քայլերի համար, որոնք երեխան արել է խախտելով կանոնները։ Երեխային կարելի է պատժել միայն կանոնները խախտելու համար կամ հասկանալի մեր մեջ ընդունված եւ երեխայի համար բացահայտ բարոյական կանոնները ստելու, գողանալու կամ նման բանի համար, բայց երբեք ոչ սխալի համար։ Եթե երեխան ուղղակի սխալվել, ասենք աբսենտանում էր դներ խոհանոցում սեղանին, պատական շեղվեց ինչ որ բանի պատճառով եւ ձերքից աբսեն ընկավ փշրվեց։ Դա սխալ է, ազնիվ սխալ է։ Հիմա երեխա է, փոքր է, շեղվում է ուշադրություն, հասկանալի է, որ լինում է նման բան։ Մենք էլ ենք հաճախ մի բան կոտրում, չէ՞, այնպես չէ որ մենք այդ տեսակետից բացարձակ, ասենք, հայրիկը դրանից մի ամիս առաջ են իր մեղքով վթար էր եղել։ Էլի նույն բանը, չէ՞։ Հիմա երեխան ինչու ենք պատժում։ Իհարկե ոչ մի պատիժ չպետք է լինի։ Մենք երեխային ուղղակի ասենք, որ քո միակ պատիժը հետևանքի հետ գործ ունենալն է։ Հիմա վերցնում ես այս բանը, շորը գնում ես, սրբում ես, կարգ ես բերում, որովհետև ինչ-որ բան թափվել է հատակի, մի բան փչացել է, դե աբսեներ, դե հիմա արդեն բոլորս ունենք հետևանքի հետ գործ ունենալու խնդիր, որովհետև մի աբսե ավելի քիչ ունենք ընտանիքում, այո, հաջորդ անգամ հյուրեր կունենանք, մի աբսե չի երեքելու, հիմա դու դրա հետ հաշվի նստի։ Մի օր միգուցե հայրիկդ, մայրիկդ մի քիչ ավելի ջանք գործադրեն, մի ժամ ավելի կաշխատեն, որ այդ գումարը վաստակեն, որ այդ աբսեն գնեն, որ մենք նորից այն ունենանք։ Դրա մասին կարելի երեխայի հետ խոսել հետևանքների մասին, ինչ եղավ դրա արդյունքում, որպեսզի նա գիտակցի, որ սխալ է արել, որ ուշադիր լինի, բայց պատժել իհարկե ոչ։ Պարոն Փախչյանյան, ինչպես սերմանել արժեքներ երեխայի մեջ եւ արդյոք հնարավոր է դա անել խոսքերով, ինչ-որ մեխանիզմներով, թե դա պարզապես օրինակով է լինում։ Ամեն ինչով։ Առանց խոսքերի ընդհանրապես ոչինչ չի լինում, որովհետեւ կրթությունը ամեն դեպքում դա սոցիալական գործընթաց է, որտեղ խոսքը ծայրահեղ կարևոր է ամեն դեպքում, բայց այլ բան է, որ խոսքով սահմանափակվել չի կարելի, դա չի ստացվի այդպես։ Արժեքն այն է, ինչի համար մենք գին ենք վճարել, այն ինչը մեզ համար դարձել է կարևոր։ Այդ գինը կարող է տարբեր լինել, երեխայի պարագայում դա ջանք է իր կողմից, դա այդ մի ինչ-որ բանի հետ կապված շատ ուժեղ զգացմունքներ են, որոնք եթե դու կորցնում ես քո գինը, այդ զգացմունքների կորուստն է, որ էլի ծանր բան է։ Զգացմունքները օդից չեն հայտնում, դրանք ինչ-որ ձեռք բերված բան են, ջանքի արդյունք են։ Եվ երբ որ մենք ուզում ենք, որ երեխան արժեքներ ունենա, մենք պետք է անենք այնպես, որպեսզի այդ ամենի նկատմամբ նա գործողություն կատարած լինի։ Ինչ որ բան արած լինի։ Ասենք եթե մենք ուզում ենք, որ նա սիրի հայրենիքը, նա պետք է, ասենք, սար բարձրանա դժվարությամբ։ Եվ այդ սարից տեսնի այդ ամբողջ գեղեցկությունը բնության եւ վայելի պահը իրար հետ լինելու սարի գլխին իրար գրկած։ Դրա արդյունքում որոշ ժամանակ հետո երեխայի համար այդ սարի գագաթը բարձրանալ կլինի իր կյանքի ամենապայծառ պահերից մեկը։ Դա երբեք դա չի մոռանա, չի կարողանա մոռանալ։ Դա կդառնա արժեք։ Արժեքը ինքը հասկանալի է, որ նյութական չի։ Այն գլխի մեջ է, սրտի մեջ է, հոգու մեջ է։ Բայց փաստն այն է, որ ինչքան ավելի շատ արժեքներ ունի մարդ, այնքան ավելի երջանիկ է։ Նշանակում է այնքան ավելի շատ բանի համար իմաստ կա առավոտյան արթնանալու, աչքերը բացել եւ ուրախանալու, որ սա ունեմ, սա ունեմ, սա ունեմ, սա ունեմ։ Եթե դու մի բան ունես, քեզ համար դա արժեք չէ, այդ նույնը ինչ որ չունես, դա հոգս է։ Ասենք եթե դու
օտարության մեջ տուն ունես եւ ամեն անգամ արտանում ես այդ տանը եւ մտածում ես քո հայրենիքի մասին, այդ տունը դադարում է քեզ համար արժեք լինել, դառնում է քո բանտը։ Կամ արթնանում են մարդիկ եւ առավոտից երեկո կապի մեջ են այստեղ իրենց շատ ցավալի է, չէ՞, պատկերը։ Այսինքն իրենք այլ իրականությամբ են ապրում։ Իրենք իրենց դատապարտում են։ Իրենք իրենց դատապարտել են այդ կյանքին, իրենք այդ դատապարտված կյանքը համարում են ճշմարիտ, ինչ որ բանի համար իրենք իրենց պատժել են, չգիտեմ ինչի համար, զրկել են սեփական հայրենիքում ապրելու երանությունից։ Սովորաբար իրենք դատապարտում են այսպես, որ իմ երկրում ես ոչ ոքի պետք չէի, իսկ այստեղ պետք եմ, եւ դա իմ պատիժն է։ Ինչ որ առումով իմ երկիրն է ինձ պատժել, դա երկրորդ այլ այդպեսի նարցիսական մոտեցումն է, ես մեղավոր չեմ, մեղավորը երկիրն է, որ ինձ աշխատանք չի տվել, դրա պատճառով ես հիմա այստեղ եմ, կամ մեղավորը երկիրն է, որ որդուս պահանջես, որ գնա բանակից, բանակը վատն է, ուրեմն ես պետք է գայի այստեղ, որ երեխային բանակից փրկեի եւ դա իմ ստիպված քայլն էր, իրենք միշտ ունեն արդարացում։ Ընդհանրապես ամեն բան ունի ռացիոնալ արդարացում։ Մնում է դու այդ սեփական արդարացման ինքդ հավատաս։ Եվ սովորաբար այդ մարդիկ իրենք իրենց խափում են։ Ես էլ եմ այդպես ապրել։ Ես 93 թվականին մի ամսով գնացի Մոսկվա եւ մնացի այնտեղ համարյա 20 տարի։ Ոնց էիք ապրում։ Հենց այդ մտքով, որ հաջորդ ամիս կվերադառնամ Հայաստան։ Ես միշտ մտածում էի, որ պիտի մի օր վերադառնամ, ու այդ օրը ինձ համար շատ ցանկալի էր եւ պիտի շատ մոտ լիներ, բայց չէր ստացվում։ Մինչև մի օր ստացվեց։ Մի օր իմաստ եղավ գալ, վերադառնալ եւ դառնալ դպրոցի տնօրեն եւ ես մեծ ուրախությամբ ամեն ինչ թողեցի, բոլոր իմ ձեռքբերումները, անունները, ես իմ ինչերը կապերը թողեցի եւ եկա վաստակը։ Որովհետև ես միևնույնը պիտի վերադառնայի, ես ուրիշ ճանապարհ չի տեսնում ինձ համար։ Ու կարծում եմ, որ արժեք հենց դա է, որ դու երբեք չես ուզենա դրանից հրաժարվել։ Որքան ավելի մեծ արժեք է քեզ համար դա, այնքան ավելի դժվար է դրանից հրաժարվել։ Ինչ հմտություններ է պետք զարգացնել երեխայի մեջ, որ նա կյանքում ավելի հեշտ հաջողի։ Առաջինն ու ամենակարևորը նա պետք է խելացի լինի։ Այսօր ինչ է նշանակում լինել խելացի մարդ։ Նշանակում է գիտակցել սեփական կարողությունների սահմանափակումները եւ անընդհատ ցանկանալ դրանք ընդլայնել եւ զարգացնել այդ կարողությունները։ Դրա հետ մեկտեղ գիտակցել սեփական կարողությունների սահմանները եւ դրանք առավելագույն կիրառել կյանքում, դրանց համար լավագույն գտնել կիրառումը ամեն պահին, լինել մարդասեր, սիրել մարդկանց եւ շփվել մարդկանց հետ, լսել իրենց, ուշադիր լինել իրենց նկատմամբ։ Ծայրահեղ կարևոր է, դա ամենակարևոր բանն է, եթե դրանից պետք է սկսեի, կառավարել սեփական ուշադրությունը, իմանալ ինչին ուշադրություն դարձնել եւ ինչը կարևորել։ Այնպես անել, որ ձեր ուշադրությունը հետեւի ձեր արժեհամակարգին։ Դուք ուշադրություն եք դարձնում նրան, ինչ ձեզ համար կարևոր է եւ վերջ։ Որովհետեւ դրա միջոցով դուք դառնում եք շատ ավելի արդյունավետ եւ դժվար կառավարելի։ Անկառավարելի։ Եթե նաեւ այդ ուշադրությունը ընդլայնենք դեպի ներքին ուշադրություն քո նկատմամբ։ Նաև դա նշանակում է, որ դու կարողանում ես սեփական հույզերը կառավարել, սեփական ընկալումները կառավարել եւ դառնում ես անկախ եւ ազատ։ Նշանակում է ոչ ոք երբեք չի կարողանա ձեզ ստրկացնել։ Դուք միշտ կլինեք ներքուստ ազատ եւ ի վիճակի կլինեք միշտ գործել այնպես, ինչպես ձեզ պարտադրում են ձեր արժեքները, ինչպես ձեզ համար կարեւոր է, ինչը ձեզ համար առաջնային է ձեր կյանքում։ Ու դա երանության ճանապարհ է, բայց դե այսպես ասեմ, երիտասարդները սկզբից իհարկե այդպեսին չեն եւ դա նորմալ է։ Սկզբից իրենք փորձում են տարբեր բաներ եւ ձեռք են բերում այդ այնպես չէ որ երեխան ավարտում է դպրոցը ամբողջական արժեհամակարգով նա դեռ կյանքում պիտի շատ փորձեր անի ունենա նոր պատկերացումներ նոր ձեռքբերումներ նոր անհաջողություններ եւ այլն այդ ամենը անդադ լինում է բայց մի բան որ մենք պետք է իրեն փոքրուց սովորեցնենք այդ ուշադիր լինելն է որտեղ դա ամեն ինչի գաղտնիքն է եթե դու ուշադիր ես մարդկանց նկատմամբ դու միշտ կկարողանաս մարդկանց հետ լեզու գտնել միշտ կկարողանաս իրենց համոզել միշտ իրենց կողմից սիրված կլինես միշտ իրենց հետ կարողանաս ճանապարհ անցնել աշխատել եւ այլն մի բան է պահանջվում ուշադրություն կարևորել այլ մարդկանց եւ այն ինչ իրենք ասում են եւ լսել միջև վերջ եւ ուշադիր լինել իրենց նկատմամբ տեսեք օրինակ ես հիմա որ ձեզ հետ խոսում եմ այլ բան դուք չեք նկատում այս բանը չէ սենյակում մենք երկուսով խոսում ենք եւ մենք ուշադիր ենք մեկս մյուսի նկատմամբ դուք գիտեք ինչու եք դա անում ձեր մասնագիտական գլխավոր կարողությունը դուք պետք է ուշադիր լինեք որպեսզի հարցազրույցը ստացվի այլապես դու սխալ հարցեր կտաք կամ թապես խոսակցություն այնտեղ չի գնա եւ ես էլ մանկամից կզգամ որ դուք ուշադիր չեք եւ կշեղվեմ եւ ամեն ինչը կտապալվի բայց այդ նույն գործոնը աշխատում է բոլոր հանգամանքներում մարդուն լսում եք պետք է հեռախոսը մի կողմ դրած լինի եւ մարդը պետք է զգա ում հետ որ խոսում եք որ բառագայում որ խոսում եք որ դուք ամբողջապես կանանված եք իրենով եւ կարեւոր է ոչ թե այն ինչ որ դուք ասում եք այլ ինչ որ նա է ասում ձեզ Ես հիմա շատ եմ խոսում, որովհետև դա իմ դերն է այսօր։ Բայց ընդհանրապես ասած, ես ավելի մեծ աճուկով ձեզ կլսեի,
որովհետև ես դա եմ սովորել անել վերջի ժամանակներում, ուշադիր լսել մարդկանց, ու չեք պատկերացնում, որքան է դա մարդկանց դուր գալիս։ Իրենք հիացմունքով սկսում են ձեզ հետ խոսել, սիրահարված աչքերով նայում են ձեզ, հետո անդադ է շնորհակալություն ասում, չգիտես ինչի համար, որտեղ իրենք սովորել են, բոլորը անուշադիր են, բոլորը անդադ շեղվում են, բոլորի համար կան ինչ-որ TikTok-ներ, Facebook-ներ, WhatsApp-ներ, բան եւ այլն, ընտանիքում են նույնը։ Ընտանիքով գնում են ռեստորան, երեկոն իրար հետ անցկացնելու, երեխեքը խաղերով, հեռախոսների մեջ, ամուսինը ինչ-որ Messenger-ի մեջ, ինքն էլ մատուի Facebook-ի մեջ։ Ու մեկը երեկոն նկատում է, արդեն երեկոն անցավ, ժամանակը անցավ, դեռ ոչինչ չեն արել։ Ու դա իրենց համար նորմալ վիճակ է, ու մեկը իրենք տեսնում են մեկին, որ իրենց համար օտար մարդ է։ Ուշադիր իրենց լսելիս եւ ապշում են դրանից։ Հիանում են, սկսում են ոգևորվել, իրենց համար նոր իրականություններ են։ Այսօր, քանի որ մարդիկ վաճառում են իրենց ուշադրությունը տարբեր կորպորացիաների, որոնք նրա վերավաճառում են, ընդ որում մարդիկ դրա համար ոչինչ չեն ստանում, իրանք ուղղակի նվիրում են իրենց ուշադրությունը։ Դրա դիմաց ստանալու մեջ որ content։ Իսկ այդ ընկերությունները արդեն իրենց ուշադրությունը լավ գներով վաճառում են գովազդատուներին, չէ՞։ Եվ մենք չենք գիտակցում ինչով ենք զբաղված։ Մենք փաստացի ինչ որ մի կոնտենտի դիմաց, որ շատ հաճախ մենք կանտեսեինք, եթե մի քիչ խելացի լինեինք, շատ ավելի կարևոր բաներ կան մեր կյանքում, քան դա, մենք ընկած ենք դրա ետևից, որտեղ դա ինչ որ դոպամինը մեզ տար, որ մեզ մի քիչ ոգևորում է, կարճաժամկետ։ Փոխարենը զբաղվենք նրանով, ինչ որ մեզ համար կարևոր է, մարդկանցով, որոնք մեզ համար կարևոր են։ Պարոն Փախչյանյան, ես հանդիպել եմ մարդկանց չափազանց ընդունակ, շատ բարդ բաներ կարող են լուծել, բայց միևնույն ժամանակ զրուցում ես մարդու հետ, այդ մարդը իսկապես հետաքրքիր չի, բայց այդ բարդ բանը կարողանում է լուծել։ Ինչպես եք դուք դա բացա։ Այսինքն այդ մարդը խելացի է հիմա։ Գալիս է նրանից, որ իրեն ոչինչ չի հետաքրքրում, բացի այն նեղ բանից, որ ինչով ինքը զբաղվում է։ Դա բացարձակ անուշադիր է աշխարհի նկատմամբ, մարդկանց նկատմամբ։ Մարդիկ դեր ասած տափակն են, երբ որ իրենք չունեն հետաքրքրվելու կարողություն։ Մի բան կա իրենց կյանքում, որ իրենց մոտ ստացվում է, եւ իրենք դրանով են զբաղվում։ Իրենք իրենց սեփական կարողությունների նկատմամբ երբեք մարտահրավերներ չեն նետում։ Բացի նրանից, ինչ որ իրենց մոտ լավ է ստացվում։ Իրենք իրենց հաջողության մեջ պարփակված, իրենց հաջողությամբ տարված եւ նոր հետաքրքիր մարտահրավերներին անպատրաստ մարդիկ են։ Դուք նաև հետաքրքիր բան ասացիք, որ ծնողները պիտի աշխատեն չլուծել երեխաների խնդիրները։ Օրինակ, եթե երեխան բակում վեճ է ունեցել մյուս երեխայի հետ, կամ ինչ-որ դժվարին իրավիճակի մեջ է հայտնվել, ինչ պիտի անել այդ դեպքում։ Օգնել իրեն ինքնուրույն լուծել այդ խնդիրը, խոսել իր հետ դրա մասին, հարցեր տալ։ Բայց չգնալ տեղում, օրինակ, ոչ միայն չգնալ տալ, անգամ խորհուրդներ չտալ։ Այդ պահին։ Այդ պահին։ Երեխային պետք է հարցեր տալ։ Կոչվում է coaching տեխնիկան այն։ Իրանք շատ լավ է աշխատում, երեխաները առավել լավ է աշխատում։ Ուսուցիչները դա շատ լավ գիտեն, շատ կիրառում են դասանում։ Փոխարենը պատրաստի պատասխաններ տաս, հարցեր ես տալիս։ Բերում ես երեխաներին պատասխաններ։ Երեխան չի կարողանում, չի տեսնում A կետից B կետ հասնելու ճանապարհը։ Նա վիճել է, ուզում է, ասենք, հաշտվի կամ նա ունեցել է խնդիր, որ իրեն ենթարկել են ճշմարտ։ Կամ վրեժ խնդիր լինի։ Կամ ուզում է վրեժ խնդիր լինի, որ այդ դեպքում դու պետք է հասկանաս ինչու ես ուզում վրեժ խնդիր լինես, որն է քո գերնպատակը, ինչին ես դրան հասնելու։ Մի խոսքով ամեն պարագայում դու պետք է կարողանաս երեխային օգնես հասկանալ, թե որն է ճանապարհը դեպի իր ցանկալի նպատակը, եւ դրա ձևն այն է, որ դու ոչ թե ասում ես սա է քո արդյունքը, եւ պիտի այսպես անես, որտեղ երեխան քո ասածը փորձանը չի ստացվելու միևնույն։ Ինքը պիտի գա դրան։ Ինքը պիտի սեփական պատկերացմամբ գիտակցի, թե ինչ է պետք անել։ Նա պիտի որոշի, որտեղ եթե ինքը որոշեց, հետո իր գործողությունը կլինի շատ ավելի իր համար հասկանալի է տրամաբանական։ Եվ եթե անգամ չհաջողի, նա արդեն այդ անհաջողությունը կընկալի, սա չստացվեց, որովհետև սա սխալ արեցի, մյուս անգամ էսպես կանեմ։ Նա արդեն գիտի ինչպես պետք է մտածել, որպեսզի ստացվի, որ ամեն անհաջողություն պետք է դիտել որպես իրականությունից հետադարձ կապ, որը զարգացնում է քո ուղեղի կարողությունները ճիշտ ճանապարհներ գտնելու ուղղությամբ։ Եվ հաջորդ անգամ կամ հաջորդ դրվագում դու այլ կերպ կանես եւ միգուցե այդ դեպքում կստացվի։ Եւ դրա մասին է կարելի է խոսել երեխայի հետ, այդ նույն հարցերի միջոցով։ Լսի, իսկ որ չստացվեց, ինչ ես անելու։ Բոլոր հարցերը պետք է տալ։ Թող փորձի մտածել, եթե նա ասի չգիտեմ ինչ եմ անելու։ Չգիտեմ չկա, դի որոշում կայացնես, որտեղ կարող է չստացվել։ Արի քննարկենք։ Ինչ ես կարծում, ինչ կարելի է անել այդ դեպքում։ Ու երեխան իրականում զարմանակ, բայց ձեզ այնց ավելի հետաքրքիր գաղափարներ կասի, որտեղ դուք երեխա չեք, այդ երեխաները չեք շփվում, իրաց չգիտեք։ Իսկ նա գիտի այդ միջավայրը, եղել է, շփվել է, շատ բան հասկանում է դրա մասին։ Շատ խելացի բաներ կարող է առաջարկել։ Ու այդ առաջարկներից մեկը դուք կարող եք ասել, բայց ոնց որ դա միտք ես ասում, արի մա դրա մասին մի քիչ ավելի շատ խոսենք։ Ու էլի խոսել իր հետ, ոչ թե իրեն թելադրել, լավ բան ասի, հիմա սենց արա։ Այլ մի րոպե
Արի տարբերակներից առաջինը վերցնենք, սա վերցնենք, որպես առաջին տարբերակ, առաջինը դրա մասին խոսենք։ Խոսել իր հետ զգուշորեն, առանց իր տեղը իր դերի մեջ մտնելու, առանց իր փոխարեն մի բան անելու, որտեղ դա է հզորացնում մարդուն, երբ որ նա ինքնուրույն է անում։ Եթե ուսուցիչը գալիս ամեն անգամ հուշում է, երեխան ոչինչ չի սովորի։ Եթե երեխային անդադ պարտադրում ենք նույն անել, երեխան վաղ թե ուշ սովորում է։ Լսում էի ռուս ռեժիսորներից մեկին մի այսպիսի ձևակերպում արեց, ասաց. «Ես իմ երեխային այսպես մարդասեր, զիջող, դաստիարակում եմ բոլոր այդ կարևոր կանոններով, բայց ես գիտեմ, որ միևնույնն է ինքը դուրս է գալու եւ դրսում աշխարհ է, որտեղ ուժեղը միշտ ճնշում է թույլին»։ Այո, բայց մնում է հասկանալ ինչը ուժեղ է եւ ինչը թույլ։ Մարդը ուժեղ է, երբ որ կարող է։ Մարդը կարող է, երբ որ զարգացած է։ Մարդը զարգացած է, երբ որ ունեցել է կյանքի փորձառություն եւ գործելու փորձ է ունեցել։ Մարդը զարգացած է, երբ որ ունեցել է ծնողներ, որոնք իր հետ շատ բաների մասին խոսացել են։ Մարդը զարգացած եւ կարող է, երբ որ նա ոչ միայն այդ ամենի մասին ծնողի հետ խոսացել, այլ ծնողի հետ ճանապարհ է անցել այդ ուղղությամբ։ Իր հետ ինչ-որ բան արել են դրա շուրջ։ Եթե դու ուզում ես, որ երեխան իրական կյանքում լինի ուժեղ, դու պիտի իր մեջ այդ կամային կարողությունները, այդ ուժեղ լինելը գնալով օգնես իրեն ձևավորել։ Եվ դրա համար պետք չի իրենից դարձնել դաժան սատանա, ով հաստատ ձախողելու է հենց այն պատճառով, որ ինքը մենը դժբախտ է լինելով չսիրված, այլ դարձնել ուղղակի ուժեղ մարդ, կարող մարդ, ով ի վիճակի է գործել, ով վիճակի է հասնել նպատակների, ով վիճակի է լինել բարի, անգամ չարի դիմաց, սիրել, անգամ եթե իրեն ատում են, որովհետև սերը հաղթում է միշտ, որովհետև սիրո կողմն է մարդիկ կանգնում, եթե դուք ունեք երկու մարդ, ու մեկը բարի է, մյուսը չար, ում կողքին կանգնեք։ Կգաք բարու մարդու կողքին, որովհետև դուք գիտեք, որ այնտեղ ավելի ապահով է, չէ՞, որովհետև այս չարը կարող է շուտ գալ ձեզ հարվածել։ Իսկ բարի մարդը ձեզ հաստատ չի հարվածի։ Ու այդպես է կյանքում է լինում, վաղ թե ուշ չարը մնում է միայնակ, իսկ բարու շուրջ մարդիկ հավաքում են։ Իսկ դու ուժեղ ես, երբ որ մարդիկ քո կողքը հավաքված են։ Երբ որ այլ մարդիկ քեզ հետ են ուզում լինել, քո մեջքին կանգնում են։ Անկամ եթե ուղղակի բարեխոսում են քո համար, ոչինչ չանելով, դու միևնույն դրանով ուժեղանում ես։ Եվ արդյունքում վաղ թե ուշ դու մի բանի հասնում ես կյանքում, ոչ թե մի բանի, այլ այն բանի, ինչը քո սիրտը ուզում է, այդ դա է ձեռք բերումը։ Ուղղակի հարուստ լինելը իմաստ չունի։ Էլվիս Պրեսլին շատ հարուստ մարդ էր, բայց գնաց ինքնասպան եղավ։ Մայքլ Ջեքսոնը շատ հարուստ մարդ էր, բայց երիտասարդ տարիքում մահացավ։ Հիվանդությունից։ Այդ ուժի մասին ես հիմա հիշեցի Սպիսակ Շինդլերը ֆիլմներ, կարծես երկու հոգով նստած են այդ գերմանացիները եւ մեկը մյուսին ասում է հիմա ես ցանկացածին կարող եմ սպանել, ես ունեմ իշխանություն, մյուսը ասում է ես էլ կարող եմ սպանել, բայց ես չեմ սպանում, այդ դա է իշխանությունը։ Ես կարող եմ դա անել, բայց ես դա չեմ անում։ Այո։ Իրականում շատ ավելի դժվար է լինել լավ մարդ, քան վատ։ Բայց շատ ավելի հեշտ է լինել լավ մարդ, քան վատ։ Դժվար է այն պահին, որ դու պիտի որոշումներ կայացնես, որոնք ծանր են, բայց հեշտ է սրտու հոգի համար եւ կյանքի երջանկության համար։ Դու արդյունքում դառնում ես երջանիկ մարդ։ Երջանկությունը բարի լինելու մեջ է։ Երջանկությունը մնացածների հետ սիրո մեջ ապրելու մեջ է։ Մենք բոլորս դա գիտենք, միշտ ցանկանում ենք սեր եւ երջանկություն, չէ՞ բոլորին։ Չենք ասում մնաս մենակ եւ հարուստ։ Մենք չենք անիծում մարդկանց, մենք մարդկանց սիրով ենք մաղթում ինչ-որ բան։ Այնպես որ մարդկային բանականությունն էս բոլոր իմաստներին արդեն վաղուց հասել է։ Անկամ նախաքրիստոնեական ժամանակներում, անկամ հին Հռոմում մարդիկ կարողանում են գիտակցել բարու ու չարի տարբերությունը։ Իսկ մենք արդեն քրիստոնեական մշակույթի մեջ հստակ հասկանում ենք ինչ է, մեկը ինչ է մյուս։ Անկամ եթե մենք Աստծո չենք հավատում, մենք գիտակցում ենք, որ կա բարի ու կա չար։ Ու որքան ավելի բարի ես դու, այնքան բարու կողմն ես, այնքան ավելի լավ։ Ու եթե մենք ենթադրում ենք, որ բարի լինելը դա թույլություն է, կամ երեխային բարի անձնավորություն դաստիարակելը, իրեն որպես թույլ մարդ ձևավորելն է, դա իրականում խաբեություն է։ Բարությունը կարող է հակասել արդարությանը։ Իհարկե։ Բարությունից եւ արդարությունից իհարկե ընտրում են բարությունը, որովհետեւ արդարությունը դա հանրային պահանջ է, իսկ բարությունը դա անձնական որակ է։ Եվ եթե դու պիտի հանրային պահանջին հետևելու համար ցուցաբերես գնաս դեմ քո սեփական բարության, դու արդյունքում լավ տեղ չես հասնի։ Հանրությունը քեզ կուտի ու կմարսի։ Արդարության պահանջը, որը բնորոշ է մարդկանց եւ որը լավ բան է, որտեղ դրա հիմա վրա կառուցվում են հասարակությունները։ Արդար հասարակությունները ավելի առողջ են։ Բայց դա վիճելի բան է, չէ՞։ Լիարժեք արդարություն։ Հա, ինքը ավելի շատ տեսեք։ Պայմանականություն է։ Լիարժեք բարությունն էլ է զարմանալի բան, անհասկանալի մարդ համար։ Դրա համար ասեն քրիստոնյաները ասում են, ընդհանրապես ոչ միայն քրիստոնյաները ասում են, որ
Աստված գիտակցելի չէ։ Որտեղ բացարձակը գիտակցելի չէ։ Մենք չգիտենք բացարձակ բարությունը ինչու՞մն է։ Մենք գոնե բայց ձգտումը ուղղությունը տեսնում ենք։ Նույնը արդարությունը, մենք չգիտենք բացարձակ արդարությունը ինչ է։ Այն հավանաբար անհասանելի մի բան է։ Բայց որպես գաղափար այն շատ կարևոր է որ լինի հասարակության մեջ, որտեղ դրա հակառակը շատ վատ բան է։ Անարդարությունը շատ վատ բան է։ Մարդիկ ծանր են տատանում։ Արդարությունը կարևոր է, որտեղ այն մեզ համախմբում է, որտեղ մենք ունենք նույն զգացողությունը արդարության մասին։ Մենք շատ հազվագյուտ է, որ ունենք տարակարծություն, թե ինչ է արդարությունը։ Մենք սովորաբար սեփական շահի առաջնայնության գաղափարով ենք գնում, բայց եթե ազնվորը մենք մեզ խոստովանենք, ապա այդ սեփական շահը շատ հաճախ արդարության դեմ է։ Մենք կարող ենք արդարացնել մեզ։ Մենք կարող ենք ամեն բան արդարացնել։ Մարդուն դա բնորոշ է։ Դա կոչվում է ռացիոնալիզացիա։ Դու ամեն բանին տալիս ես բացատրություն, դա արդարացնել։ Դու կարող ես արդարացնել այն, որ դու սպանել ես քո սեփական երեխաներին։ Կանայք դա անում են անընդհատ, երբ որ երեխաներին չեն ունենում։ Նույն բանն է։ Մենք շատ կարող ենք լավ արդարացնել, դա տարբեր հանգամանքներով։ Ասում են չար է աշխարհը, ինչու է չար աշխարհը։ Այո, երեխա բերեն բաներ, տարբեր բաներ ասում են, հա, բայց կամ դե աղջիկ էր, մենա հայր իրեն չէ սիրում, իսկ տղա էր պետք։ Նման արդարացումը մենք միշտ անում ենք, բայց դա արդարության հետ որևէ աղես չունի։ Մենք հասկանում ենք, որ դա անարդար են երեխայի նկատմամբ, որը չծնվեց։ Ուզում ասեմ, որ իրական արդարությունը մեզ համար հասկանալի հասկացություն է, եւ արդար հասարակությունները լավ բան են։ Եվ մենք պետք է ձգտենք լինել արդար հասարակություն, բայց արդարությունը վերածել աստվածության շատ վտանգավոր բան է։ Աստված այո արդար է, բայց որտեղ բացարձակ բարի է։ Եվ իր բարության մեջ է արդար, ոչ թե ուղղակի արդար է, որտեղ մարդը այդ աստվածային արդար, Աստծո փոխարեն արդար լինելու ցանկության մեջ կարող է շատ մեծ վնաս հասցնել բոլորին։ Դե դու չգիտես դա ինչ է։ Եվ քո մղումները կարող են շատ եսասիրական լինել կամ լրիվ այլ տեղից գալ, որտեղ մենք բոլորս անդադ խապկանքների մեջ ենք ընկնում, ինքնախապեյությունների մեջ, բոլշևիկները արդար էին համարում, ունեցվածքը զավթել հարուստներից եւ բաժանել աղքատներին։ Բայց հետո դրեցին նույն ձևով այդ նույն բոլշևիկները արդեն որպես կայացած երկիր քանի միլիոն մարդու տարան սպանեցին։ Երևի իրար արդար էին համարում, որտեղ դրանք ազգի դավաճաններ են։ Եվ հետո արդարացրեցին այդ մարդկանց 53 թվականին։ Եվ այլն։ Ուզում ասեմ, այդ արդարության գաղափարը, երբ որ ընկնում է վատ կեղտոտ ձեռքերի մեջ, ինչ հետևանքներ ասես կարող է բերել։ Մի քիչ պետք է զգուշ լինել։ Բան փոխեմ, մանկության ինչ դրվագներ են կառուցել ձեր տեսակ։ Կան հիշված դրվագներ կամ շատ մեծ ազդեցություն թողած։ Դրանք ավելի շատ ուղղակի նշաններ են, որ այն ժամանակ ինչ-որ կարևոր բան է պատահել ինձ համար, որը կանխորոշել է ապագա իրադարձությունների զարգացում, ավելի շատ քան ինձ վրա որպես մարդ ազդեցություն ունեցել։ Ինձ վրա որպես մարդ ինձ թվում է ազդեցություն ունեցել իմ ծնողները, որտեղ իրենք միշտ եղել են ազնիվ աշխատասեր մարդիկ, երկուսն եղել են ուսուցիչ, եւ դա նաեւ համանաբար բերեց նրան, որ ես այսօր զբաղված եմ կրթությամբ։ Դա եղել է այն, որ ես միշտ շրջապատված եմ եղել մարդկանցով, ովքեր ինձ սիրել են։ Դա երբեք կարևոր է եղել, որովհետև ես սիրո պակաս կյանքում չեմ զգացել։ Միայն իմ տարական դպրոցի ուսուցիչն չէր սիրում։ Դա օրինակ ծանր սպի թողեց իմ հոգում, որովհետև չէր սիրում։ Դրական ազդեցություններ էլ չէ՞ միգուցե ունեցել է դուք անդադ փորձել եք, թե միայն բացասական։ Միանշանակ, իհարկե նա շատ լավ մասնագետ էր, ուղղակի ինձ չէր սիրում։ Կանխատրամադրված էր իմ նկատմամբ, որովհետև ժամանակին այնպես ստացվեց, որ իրեն պարտադրեցին ինձ վերցնել իր դասարան։ Նա էր որոշում ով պիտի գա եւ իր մոտ կային խորհրդային տարիների մեծարուսների երեխաներ, տարբեր կարևոր օբյեկտների, տոներների զավակներ եւ այլն, եւ իր համար դա շատ կարևոր էր։ Իսկ ես մինուճար երկու ուսուցիչ ծնողների երեխայի իր համար ես ոչ մի քիչ օտար էի։ Եվ քանի որ նա չորոշեց, այլ ուղղակի դպրոցի տնօրենը բերեց ինձ ասաց, այս երեխան կնի ձեր դասարանում, այդ պայծ սկսած նա ուզում էր ապացուցել տնօրենին, իմ ծնողներին, որ դա սխալ որոշում էր, որ ես արժանի չէի լինել լավագույն դասարանում, եւ ինձ երբեք բարձր գնահատական չդրեց։ 4 տարի ես իր մոտ լավագույն սովորող երեխաներից մեկն էի, ինձ անընդհատ ցածր գնահատականներ դեն։ Բայց դա կարող է կոտրել, չէ՞։ Մի քիչ կոտրեց, հա։ Ինձ մոտ առաջացրեց ներքին վստահության պակաս։ Եվ հետո ինձ ավելի դժվար էր սովորել, իհարկե, որտեղ ինձ հատ կասկածում էին սեփական ուժերին, ինձ անդադ թվում էր, որ ես արժանի չեմ։ Տանը ինչ էին ասում ձեզ այդ մասին։ Ոչինչ, մայրս երիտասարդ էր եւ չէր պատկերացնում այդ։ Չնայած երիտասարդ մասնագետ էր, երիտասարդ մանկավարժ էր նաեւ, բայց այդ աստիճան չէր պատկերացնում այդ ամենի հետևանքը։ Նեղվում էր, գնում էր խոսում էր մեկ-մեկ դասվարի հետ, բայց դե այն տարիներին դպրոցը ամենից թելադրում էր ծնողները ով էին, որ ինչ որ բան հակադրվեն։ Կամ աշակերտը առավել եւս։ Հա, աշակերտը տապես իրավունք չուներ խոսել։ 70-ական թվականներն էին։ Դաժան խորհրդային տարիներ։
Հասուն հասարակության նշանները որոնք են։ Փոխադարձ խորը վստահությունը մարդկանց միջև, դա հիմքն է հասուն հասարակության, առանց դրա ոչինչ չի լինի այն, որ մենք հիմա ունենք, հետևանքն է ոչ թե նրան, որ մենք ուղղակի վատն ենք որպես ազգ, այլ մենք չենք կառուցել այն անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք ստեղծեին մեզանում բարձր փոխադարձ վստահություն մեկս մյուսի նկատմամբ։ Հայաստանում այդ վարկանիշը փոխադարձ վստահության շատ ցածր է։ Եվ դա բերում է նրան, որ դա շատ դանդաղեցնում է մեր եւ քաղաքական զարգացումը եւ տնտեսական զարգացումը։ Դա մեր զարգացման խոչընդոտող թիվ 1 հանգամանքն է, որովհետեւ ամենապարզ գործողության համար մենք պիտի 10 հոգի մեջ գցենք, 11 փաստաթուղթ ստորագրենք եւ հետո միևնույն է մեկս մյուսի վրա ինչ-որ լծակներ փնտրենք, մարդիկ ոչ թե լավագույն առաջարկն են փնտրում շուկայում, այլ ծանոթից առաջարկ, որ վստահին եւ այլն։ Եվ այդ անհրաժեշտությունները ստեղծում են լիքը խնդիրներ եւ զարգացման ծանրագույն խոչընդոտներ։ Դրանք կոչվում են տրանզակցիոն ծախսեր, որոնք արես են նրանից, որ մենք ստիպված ենք լինում ստեղծել հատուկ հանգամանքներ, որպեսզի լինի գոնե ինչ-որ վստահության դաշտ, որ կարողանան գործել։ Դա մեծ խնդիր է։ Ցավոք, մեր քաղաքական իրադարձությունները սկսած 91 թվականից մինչ այսօր չեն բերել որևէ կերպ կամ չեն օգնել կայացնել այդ միջմարտկային վստահության խնդիրը, հակառակը, ավելի շատ պարակտումներ կան, բայց ասեմ, որ ընդհանրապես հիմա աշխարհում կա միտում այդ փոխադարձ վստահության կազմալուծման, ամբողջ աշխարհում, ասենք Ամերիկայում նայեք ինչ է կատարվում։ Եթե մի փամփուշտ մի սանտիմետր էս կողմ գար, հիմա Ամերիկայում քաղաքացիական պատերազմներ արդեն։ Այդ վիճակի էր հասել երկիրը, այլի փոխադարձ ծայրահեղ անվստահության հետևանքով խմբային մտածողությունը դարձել է հիմնական եւ շատ վտանգավոր է երկրի համար նման բան։ Այնպես որ անգամ զարգացած երկրներում կա հետընթաց։ Տեսեք Եվրոպայում ինչ է, կա խորը անվստահություն բնիկների կողմից, նորեկների նկատմամբ, իմիգրանտների նկատմամբ։ Եվ դա մեծ խնդիր է դարձել այդ հասարակությունների համար։ Այնպես որ դա թիվ 1 խնդիրն է, որ պետք է լուծենք, թիվ 2 խնդիրը մենք պետք է դադարենք անգործությունը համարել երանելի։ Մեր ամբողջ մշակույթի, մեր անգամ հեքիաթների մեջ, Քաշնազարբանես մենք անդադ գովաբանում ենք, հացուտեմ խմեմ, քեֆանեմ շարունակ եւ գործ չանեմ։ Մարդու երազանքների գագաթակետն այն է, որ չտառապի, չաշխատի, այլ միշտ առանց աշխատելու վաստակ ունենա եւ հանգիստ ապրի։ Մենք դրանից պիտի գանք նրան, որ աշխատանքը, գործանելը, ստեղծելը, ստեղծագործելը մարդու համար բնորոշ բան են։ Առավել եւս այսօրվա դարում, երբ որ արհեստական բանականությունը ներխուժում է ամեն ոլորտ եւ առանց դրա էլ մարդուն անգործության է մատնելու։ Գործանելու կարիքը դա հարցական է դառնում, արդյոք դա պետք է թե ոչ, իսկ դրա արդյունքում առաջանում է կյանքի իմաստավորման վակուում։ Եվ մարդիկ դա լցնում են շատ ուտելով եւ գիրանում են եւ հետո առողջական խնդիրներ ունենում, հետո ընկնում են բժիշկներով, հետո բոլորի համար հոգս են դառնում, կամ խմելով, կամ ավելի վատ բաներ։ Այո, ավելի վատ բաներ հիմա չթվարկենք, որտեղ որոնց համար դա կարող է հուշում լինել։ Ուզում ասեմ, որ դա մեծ խնդիր է մեզ համար, մենք պետք է սովորենք իմաստները կյանքի փնտրել գործունեության մեջ, գործել, ոչ թե անտարբեր լինել, չվստահել, ոչ թե անընդհատ պատճառ բռնել ինչու ես մի բան չեմ անում, այլ միշտ պատճառ ունենալ անելու, միշտ գործել, միշտ լինել ակտիվ, համամասնակցել, չլինել անտարբեր, դժվար է։ Ամեն բան տանում է դեպի հակառակը։ Այս քաղաքական լարվածությունը, քաղաքական ակտիվ դիրքորոշումներ չեք հայտնում, ձեզ չեն մեղադրում անտարբերության մեջ։ Չեն մեղադրում, որովհետև ես միշտ ասում եմ, որ ամեն մարդ իր սեփական գործելու ճանապարհներն է ընտրում։ Հիմա ես ասենք հայտնեցի քաղաքական դիրքորոշում, եւ ինչ։ Գործողությունը ո՞րն է։ Եթե դու քաղաքականացնում ես քո կյանքը եւ սկսում ես քաղաքական դիրքորոշումներ հայտարարել հանրայնորեն, քեզանից ակնկալվելու է գործողություն։ Դու այդ դեպքում պետք է դրոշ վերցնես եւ գնաս դեպի իշխանության մեջ մտնել, դառնալ քաղաքական գործիչ եւ այլն։ Ես տեսնում եմ իմ արժեքը այս հասարակության մեջ այլ բանում, ես տեսնում եմ դա կրթության մեջ եւ կարեւորում եմ այդ ճանապարհը։ Եվ ես կարծում եմ, որ այն ինչը բերելն է նրան, որ մենք հիմա ունենք այս քաղաքական վիճակը նաեւ մեր կրթության խնդիրն են, որոնք կային դեռ միջև խորհրդային երկրի փլուզումը եւ առավել կային դրանից հետո։ Եվ մենք հասել ենք վիճակի, որ եթե մենք մեր կրթության խնդիրները չշտկենք, մենք ընդհանրապես չենք լինի անկախ մեր քաղաքական վիճակից, ընդհանրապես 20-30 տարի հետո։ Անկամ եթե մենք քաղաքականապես կայանանանք եւ անգամ մենք եթե լուծենք մեր անմիջական խնդիրները մեր հարևանների հետ, մենք տնտեսապես կտապալվենք։ Եվ մեր տնտեսական գոյությունը այլևս աննարին կլինի։ Մենք կդառնանք մի ինչ որ այլ ավելի տնտեսապես հարուստ երկրի վիլայետ։
Ոչ թե որտեղ մենք քաղաքականապես չենք կարողանա ինքնուրույն լինել, այլ որտեղ մենք տնտեսապես չենք կայանա։ Մեր կախվածությունը կլինի ահռելի տնտեսական։ Նշանակում է մենք պետք է այսօր զբաղվենք կրթությամբ։ Եվ դա ինձ համար շատ հասկանալի խնդիր է, եւ այս խնդրով զբաղվում եմ։ Եթե ինձ ուզում է ներքաշեն այլ խնդիրներ ծերի մեջ, ասում եմ ժողովուրդն դա ձեր առաջնահերթությունը զբաղվեք սիրելիներս։ Եթե ինձ ուզում եք դրա մեջ ներքաշեք, հաշվի առեք, որ ես վատ քաղաքական գործիչ եմ։ Շատ ազնիվ եմ։ Ես շատ էմոցիոնալ եմ։ Կարող եմ մեկ էլ ազնվորեն ասել, որ քիմարություն եք դուս տալիս ձեր ընտրողների առջև։ Հետո ինչ եք անելու ինձ հետ։ Դե ասում են մտավորականները պիտի կարծիք հայտնեն։ Մտավորականները ինչու պիտի կարծիք հայտնեն։ Այդ պիտին որտեղից է գալիս։ Այդ պիտի գաղափարը որտեղից է, որ իրենք հավաքեն միավորներ, որպեսզի անվճար ստանան գովազդ։ Դա շատ լավ գաղափար է մարդկանց համար, ով ունեն քաղաքական նպատակներ։ Խնդիրն այն է, որ եթե դու մարդուն դրա մեջ ներքաշում ես, դու պետք է հասկանաս, որ այն գործունեության համար, որ այդ մարդը զբաղվում է, դա ունենալու երկարաժամկետ հետևանքներ, եւ դա նշանակում է, որ մի ինչ-որ ոլորտ Հայաստանում կարող է վաղը չլինի, որտեղ Հայաստանում քիչ են մարդիկ։ Առավել քիչ են մարդիկ, որոնք ինչ-որ մեծ գործ են անում, կարևոր գործ են անում։ Եվ իրենց ներքաշել քաղաքական բավականին տոքսիկ միջավայր, շատ լարված նշանակում է իրենց զրկել հնարավորությունից արդյունավետ զբաղվել իրենց սեփական գործունեությամբ։ Դուք պետք է հասկանաս դրա գինը, եթե դու հասկանում եմ, որքան ավելի լարված է վիճակը, այնքան ավելի շատ քեզ զենք ու զինամթերք է պետք, այնքան ավելի շատ մարդիկ են պետք, այնքան մարդկային ռեսուրս է պետք, որ այրես քաղաքական պայքարում։ Կայրես, վաղ ինչ հետ ես ապրելու։ Վաղ ով է լինելու քո այն ռեսուրսը, որով դու պետություն ես կառուցելու։ Եթե բոլոր մարդիկ այրված լինեն, ու այլևս ոչ մի բանի պիտանի չլինեն, եւ հասարակության աչքերում լինեն արդեն ապականված։ Ինչ ես անելու։ Քաղաքական թեժ պայքարի մեջ քաղաքական գործիչները այդ բաները չեն հասկանում։ Հետո գողները մի քիչ սառում են, սկսում են ֆայմել, բայց սկզբից չեն հասկանում, որտեղ այդ պահին իրենց համար կա թիվ 1 առաջնահերթություն, թիվ 1, ամեն գնով, փառից իմաստով։ Ու այդ գնի մեջ մտնում է մարդիկ, կյանքեր, ճակատագրեր, ամեն ինչ։ Ու ես դա բազմիցս տեսել եմ, դրա համար ես մի քիչ, քանի որ ես մի քիչ ավելի իմաստուն եմ, իմ կարծիքով մեր հասարակությանը պետք է այլ քաղաքական դաշտ, իսկ դրա համար մեզ պետք է այլ մակարդակ, նաև կրթության մակարդակ, որտեղ առանց դրա չի կայանա։ Մենք չենք կայանա որպես ժողովրդավարական պետություն, եթե չունենանք քննադատական մտածող ինքնուրույն ժողովուրդ, հասուն մարդկանցից բաղկացած հասարակություն, մանկամտությունից զրկված, ինքնախաբելության, թակարդի մեջ ընկնելուց ձերբազատված մարդիկ։ Այդ դեպքում մենք ունենանք շատ առողջ քաղաքական միջավայր, ունենանք քաղաքական գործիչներ, որոնք հաշվի կնստեն սեփական ժողովրդի հետ, որտեղ կիմանան, որ անհնարին է մանիպուլացնել ժողովրդին։ Եվ մենք ունենանք առողջ հասարակություն։ Մինչ այդ մենք ունենանք այս վիճակը, որտեղ ով էլ լինի քաղաքական գործունեության մեջ շատ արագ սկսի օգտագործել ամենադաժան եւ ամենատոքսիկ, ամենաթունավոր գործիքները քաղաքական, որտեղ դա է այսօրվա նորմը քաղաքական, ու դա հեշտ լավ բան չի։ Շնորհակալություն։ Շնորհակալ։